խնդրեմ տեխնացուին առաջադրեք Տիկին Մանավազյան։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեխնացուի առաջադրում Վիլեն Գաբրիելյանին։ Շնորհակալություն։ Այսպիսով քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջադրեց Վիլեն Գաբրիելյանին Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Հիշեցնեմ, որ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 7.2 մասի համաձայն, եթե իրավասու խմբակցությունը մշտական հանձնաժողովի նախագահի իրեն վերապահված թափուր պաշտոնում տեխնացու չի առաջադրում կամ առաջադրված նույն տեխնացուն 3 անգամ չի ընտրվում, ապա այդ հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը համարվում է ավարտված եւ քննարկում է հաջորդ մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Եթե բոլոր մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցերի քննարկումը ավարտվել է, ապա ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկումն ազգային ժողովի առաջին նստաշրջանում համարվում է ավարտված։ Հարգելի գործընկերներ, ի՞նչ է կատարվում այդտեղ։ Զբաղեցրեք ձեր տեղերը։ Պարոն Գաբրիելյան, դուք էլ զբաղեցրեք ձեր տեղը։ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեխնացուին ներկայացնելու համար ձայնը տրվում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանին։ Համեցեք, պարոն Գաբրիելյան։ Շնորհակալ եմ, մեծարգո նախագահ, հարգելի փոխնախագահներ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում Վիլեն Կարենի Գաբրիելյանի կենսագրությունը։ Վիլեն Կարենի Գաբրիելյանը ծնվել է 1983 թվականին օգոստոսի 25-ին Խորհրդային Ադրբեջանի Բաքու քաղաքում, 2005 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, մասնագիտությամբ դեղագետ։ 2006-2007 թվականներին աշխատել է Մեդֆարմացիա ՍՊ-ում որպես դեղագետ, 2007-2008 թվականներին Առողջապահության նախարարության մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի առաքման բաժնի պետ, 2008-2009 թվականներին Ալֆա Ֆարմ փակbaşնետիրական ընկերությունում դեղատնային ցանցի վերահսկողության բաժնի պետ, 2020-21 թվականներին ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն ՓԲ-ի տնօրեն, 2021-2025 թվականներին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր է եղել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Որպես ազգային ժողովի պատգամավոր եղել է գերիների, պատանդների և անհայտ կորած, գտնվելու վայրն անհայտ անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, 8-րդ գումարման ազգային ժողովում ակտիվորեն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնություններով, ներկայացրել է 32 օրենքի նախագիծ, որոնք ամբողջությամբ ընդունվել են, այս մասով թերևս զիջում է մեկ այլ Գաբրիելյանի։ 2026 թվականից Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 9-րդ գումարման պատգամավոր է։ Վիլեն Գաբրիելյանը զբաղվել է ակտիվ քաղաքացիական և քաղաքական գործունեությամբ դեռևս 2008 թվականից։ 2015 թվականից քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, եղել է կուսակցության առաջին, երրորդ, իսկ 2025 թվականին ընտրվել է կուսակցության 5-րդ վարչության անդամ։ 2023-26 թվականներին եղել է Գարդման Շիրվան Նախիջևան համահայկական միության հասարակական կազմակերպության նախագահը։ 2016-18 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բուժծառայության ավագ լեյտենանտ է։ Ամուսնալուծված է, ունի